դարձավ, որ նա ծեծել է մեր կարգավորումներով, որը նաև չհետվեց Չենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահին։ Ինչ է ձեզ Ընդհանուր առմամբ միջանձնային հարցեր է եղել, ավել չեմ կարող մեկնաբան, չեմ կարող պնդել, որ ծեծ տեղի ունեցել է։ Կնայք, ոնց եղավ, պարոն Փամոչյան, որ Տիգրան Տեր-Մարկարյանը ուղիղ եթերում ծեծեց, բոլորս տեսանք, ընդ որում ինքը եւ իր խմբի անդամները։ Իսկ այ ձեր ԿՊԱ-ական թիմակիցը չգիտենք էլ մամուլին հավատալով ենք, այդպես ասում, որ ծեծել է, տեսախցիկների առաջ եղել փաստը չկա գոնե առերևույթ, բայց նրանք կալանավորեցին, իսկ Տեր-Մարկարյանը կալանավորված չէ, ընդհանրապես բավարարվեց ազատման։ Նույնպես անարդար չի մի տեսակերպ քրեական գործ կա հարուցված, վստահ եմ, որ իրավապահ մարմինները իրենք դեպքերը կարող են առանձին մոտենալ դեպքերին եւ մի դեպքում որոշում կայացվի, որ պետք է գնալ կալանքի, մյուս դեպքում չգնալ, որովհետեւ այնտեղ նաեւ շատ են եւ հակառակ կողմի վրա նույնպես դուք որպես դեմոկրատական իշխանության ներկայացուցիչ ոնց եք այդ ամեն ինչը գնահատում։ Մենք տարբեր հարցեր քննարկում ենք։ Ձեզ ավելի վաղ հայտնի չէր դարձել, որ Ռազմիկ Մկրտչյանը թաղապետարանում ծեծել է աշխատակցի, դրան արդյունից հետո նոր հաջողվել է Տիգրան Տեր-Մարկարյանի ծեծը։ Ընդ որում մենք նման ինֆորմացիա չենք ունեցել։ Պարոն Փամոչյան, ամեն դեպքում արդարադատության տեսանկյունից տարօրինակ չի ձեզ համար, որպես քաղաքացի նայեք էլ այդ աչքով նայեք, որ միշտ պայքարեք արդարության համար։ Տարօրինակ չի, որ ակնհայտ ծեծի դեպքով այդ մարդը կալանավորված չի, իսկ այն ինչ որ ուղղակի ինչ որ մեկը գնացել ցուցմունք կա տվել, այդ մարդուն կալանավորել են։ Իմ աչքով նայելը մեկ այլ հարց է, իրավական գնահատականը մեկ այլ հարց է։ Այո, դուք ինչպես նշեցիք, քանի դեռ դատարանով չկա դատավճիռ, ներկապային բոլոր անձիկ իրենց մեղքապացուցիչ է, այսինքն ներկապահին բոլորը այդ թվում Ռազմիկ Մկրտչյանը անմեղ է։ Անգամ ուղիղ եթերով ծեծի ժամանակ, երբ որ բոլորը ուղիղ եթերով տեսել են որևէ արարք, քանի դեռ դատարանի համապատասխան դատավճիռ չկա, այդ մարդիկ անմեղ են բոլորը։ Ես առհասարակ ԿՊ-նիստի քննարկումները չեմ հրապարակում, որևէ հարց չեմ պատասխանում։ Կարող է դատարանները պետք է փոխեք նորից։ Գաղտնի են այնքանով, որքանով, որ մեր փակ նիստն է, ԿՊ վարչության անդամներն են այդտեղ մասնակցում, եւ ես նպատակահարմար չեմ գտնում այդ նիստից որևէ նախադասություն։ Պարոն Փամոչյան, իսկ կբացատրեք նաեւ այն դիսոնանսը, որ օրինակ ընդդիմադիրները մատով կպտում են որևէ մեկին, հաջորդ օրը միանգամից կալանավորվում են, կարող եմ թվել այդպես հերթով։ Օրինակ Լևոն Քոչարյանի օգնականի դեպքը, Արթուր Սուքոյանի, Լևոն Քոչարյանի դեպքը, որ չէ ծեծել հակառակը 5-6 հոգով իրեն էին բռնության ենթարկել, հետո մի հոգու ցուցմունքի վրա հիմա դատումը նաև հասցրեց նստել։ Լևոն Քոչարյանը դատարան 2 օր առաջ դատական նիստ էր թե 3, դրանից առաջ էլի 3, դրանից առաջ հասցրեց մի որոշ ժամանակ կալանքի տակ անցկացնել։ Իսկ Տիգրան Տեր-Մարկարյանը, որը որ ակնհայտ ծեծում է, մենք տեսնում ենք, որ բռունցքներով ծեծում է, Արթուր Չախոյանի կապտում է, մնացած տեղերը քեցվածներ կա, այդ մարդը ազատության մեջ է։ Ձեր թիմակիցը նստած է։ Նոր պատասխանեցի։ Ես նոր պատասխանեցի, որ աշխարհը առհասարակ անարդար է։ Իսկ իշխանությունը դեր արդարադատությունը անարդար չի։ Մեր իշխանությունը փորձում է ապահովել արդարություն եւ արդարադատություն։ Ոնց որ չի ստացվում, պարոն Փամոչյան։ Ասում եք դուք երևի ուղղաթյուրով եք գալիս եւ չեք մտնում եք խցանումների մեջ, դրա համար է ձեր մաշկիլա չեք զգում թե ինչ անտեղի հումորներ են, որովհետեւ ես կամ մեքենայով եմ գալիս, կամ ոդկով եմ գալիս, ամեն ինչ տեսնում եք, այնպես չէ որ կույր ենք, հարգելի գործընկերներ, մենք ազգ չենք տեսնում, սպասում ենք, որ դուք գաք մեզ հուշեք։ Ես նշեցի, այսինքն մենք նախապես հայտարարություն ենք արել, տեսնելով այդ ամենը, նախապես ենք 3 հայտարարություն արել, որ չի բացառվում, որ որոշ վերանայումներ տեղի ունենան, քանի որ այո, մենք էլ ենք տեսնում, որ կա խցանում։ Պարոն Փամոչյան, դուք Նիկոլ Փաշինյանի գլխավոր այցակցություն Վինյանավի եք եկեղեցին վերհարանացած։ Ես առհասարակ քաղաքական թմի վարչության անդամ եմ եւ բոլոր քաղաքական նախաձեռնություններին միանալու